Ինչպես միշտ աշխարհը փոթորկալից վերումների մեջ է, այնտեղ Վենեսուելայում Ամերիկայի նավատորմը մոտիկանում, Չինաստանի նավատորմը մոտիկացնում, Մերձավոր Արևելքում մեր մոտակա ռեգիոնում այնտեղ թոուբոմի շարունակվում են նոր տեմպեր առնում, մեր արևան Վրաստանում խառը վիճակ է, այնտեղ չասած Ուկրաինա, բայց մեր մոտ Նիկոլ Կաթողիկոս կլոնադան են տարածնում խախտելով բոլոր աստվածաշնչային, կտակարանային, սահմանադրական, բոլոր օրենսդրական Հայաստանի բոլոր նորմերը խախտելով, տրորելով, ապականելով, եւ մենք ոգևորված ասում ենք այո, կաթողիկոսն է ճիշտ, Նիկոլն է ճիշտ, նախկիններն են ճիշտ, Նիկոլն է ճիշտ։ Սովետի ժառանգության արդյունքն է դա, կասել, որտեղ սովետի օրենքները համամարտկային առումով ամենահարտընտիր օրենքներն է, բայց դա ընդամենը ինչ-որ հեռու արդյունքում գրած սիրուն օրենքներ է տուրիստների համար, տուրեր կազմակերպելու իրականության մեջ սովետի ռուսկի միրի օկուպացիան ոչ միայն երաշխիք չի տվել, այլև ամեն ինչից է զրկել, մարդը կարող է ներելներ, ամեն ինչից զրկվեր, ոնց որ մարտի 93 թվականի փողերի փոխման, 91 թվականի այդ ցանկացած սովետը քանդվեց, իրադարձությունները փոխվեց, եւ այդ սովետի ժամանակ բազմաթիվ այդ իրադարձությունները ընդ 1920-ական թվականների այդ մարդիկ քննարկել են իրենց գործաներ, ֆաբրիկաներ, հողեր, ունեցվածքներ, եկչի կորցրեն, դառան գերի, կատաժնիկ, գնդակահարության մատերիալ, տուգանքի մատերիալ եւ մարդու աշխատանքի 99%-ը Ստալինի ժամանակ տարվում էր 3 հազկի օրենք ընդունվել կոլխոզներ դառնալուց հետո որ 3 հազք մարդու ձեռը բռնեն, այնտեղում գնդակահարեին։ Նույնիսկ զղթկվելու մի կտոր հացի իրավունք չեն տվել, քուչի անասունի պես աշխատացրել են, քուչի շանք պես վերաբերվել են եւ ոչ մի նույնիսկ գերու կարգավիճակ չեն տվել։ Խոսքի հին աշխարհում գերուն պիտի 15 լիտր գինի, ամսական 35 լիտր գարեջուր, 15 կիլո միս, 15 կիլո միրգ, 15 կիլո բանջարեղեն ապահովել գերուն, ստրուկին դրանից մի քիչ շատ գումարած աշխատավարձ։ Բայց սովետը ռուսկի միրը այդ իրականությունը բերեց ու մենք դա հանդուրժում ենք։ Հիմա Ադրբեջանի ռտորաբանությունը, Ալիևի արևմտյան Զանգեզուրը, ռազմատենչ հայտարարությունը, մեր մոտ Ալեն Սիմոնյանը հելում Ալիև հայտարարում որ մենք իրենք առանց տանկերի գալու են ավտոմեքենաներով լցվեն, Ալեն Սիմոնյանը հայտարարում որ ցանկացած ազար կարող տաքսիով գա ֆրֆռա։ Հիշեցնեմ, որ մեր պետության ղեկավարը խորհրդանի նախագահն է, խորհրդանի նախագահն է ընտրում վարչապետ, կառավարություն, պետական բյուջե է հաստատում, պետական ծրագրերն է հաստատում, ընտրում է պետության նախագահին, այն մորքերին, որ հիմա կա, սահմանադրական դատարանի, ամեն ինչը խորհրդանի նախագահն մեր պետության առաջին դեմքն է, բայց մենք պատերազմի մեջ լինելով, փաստացի խաղաղություն չկա, խաղաղության պայմանագիր չկա, զինադադար է, ինքը պրո-ադրբեջանական թշնամու ճամբարի ռետորաբանություն է իրականացում, հնարավոր է Ռուսաստանում կամ Ուկրաինայում պետության առաջի դեմքը Զելենսկի Պուտին տենց բան հայտարարի տեստով, նայեք Զելենսկի Պուտին այդ հակամարտություններ էլի, սովորեք մի քիչ, ես մեր նախկին ներկա վերադասներին չեմ ասում, լայն առումով մեր հայրենակիցներին եմ ասում էլի, մարդկանց ուղիղ ինչքան ցբխած պիտի լինի, որ ռուսներն են աջակցում, ռուսկի միրն են երկրպագում, այս մատած վնասվել է, կտրվել է, բայց միևնույն է մնացած ինչքան է լավացել է, միևնույն է մնացած մատերի նման ոչ մի իր նման լիարժեք չի, մենք այս ազգովի այս վերջի 150 տարին Սուլթան Համիդյան ջարդերով, մեծ ցեղասպանության, սովետական 20-ական, 50-30-ական տերորով 40-ական թվականների ամբողջ մեր տղամարդկանց որ տարան ռազմաճակատ, այնակ բոլշևիկ վիժվացները մնացին, ՆԿՎԴ-շնիկ, չեկիստ ու դեգեներատները ցեղասպանություն իրականացրին ամբողջ սովետի ժամանակ, ապականել են մեր միտքն ու բարոյականությունը, դրան գումարած մութուցուրտ տարիները, սոճեշերված սերիալներ, ապականիչ այնտեղ աշխատանքային իրավունք, օրենքի չգոյություն, համամարտկային օրենք էլի, մեր մոտ նավձեռացելների օրենք, ամեն ինչը նավձեռացելներ ճիշտ են, մնացածն էլ այդ զեկի մատերիալը բիդլային դուք սխալ եք։ Որոշելու բան է։